Համահայկական ճակատշարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը, համահայկական ճակատշարժման անդամներն ու Հայաստանի պարահոկեյի ֆեդերացիայի թիմը 2025 թվականի ապրիլի 24-ին այցելեցին Սոչիի մերձակա Ալթմեց կամ Նոր Լույս անունը կրող գյուղ։ Հայկական այս գողտրիկ գյուղում ապրում է մոտ 300 բնակիչ։ Նրանք արմատներով հիմնականում համշենահայեր են, որոնց նախնիները գաղթել են Համիդյան ջարդերի ժամանակ։ 1894-ից 96 թվականներին հայերի զանգվածային ջարդեր կազմակերպվեցին Հայության բնօրան հայրենիքում, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերում։ 300,000 հայեր զոհգնացին Սուլթան Համիդի գլխավորությամբ կազմակերպված ջարդերին։ Մի մասին հաջողվեց փրկվել կոտորածից, շատերը ստիպված եղան արտագաղթել հայրենիքից։ Համահայկական ճակատշարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը համահայկական ճակատշարժման անդամների ու Հայաստանի պարահոկեյի ֆեդերացիայի թիմի այցելության օրը հոգեհանգստյան պատարագ մատուցվեց գյուղի Սուրբ Նարեկ եկեղեցում։ Պատարագից հետո հարցազրույց ունեցանք համահայկական ճակատշարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ։ Պարոն գեներալ, այսօր դուք եւ ձեր առաջնորդած շարժումը համահայկական ճակատշարժման անդամները նաեւ Հայաստանի Հանրապետությունից գտնվում եք Սոչիում։ Ալթմեցի հայոց եղեռնի ցեղասպանության հուշերի հուշահամալիրի մոտ դուք ծաղիկներ խոնարեցիք եւ ոգեկոչեցիք հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը այս այցի վերաբերյալ։ Եկել ենք հիշենք, եկել ենք որ չմոռանանք եւ մեր երեխաները, մեր փոքրիկները չմոռանան այս օրը, որտեվ փորձ ցույց է տալիս, որ ցավոք սրտի հայերի մեջ էլ կան մարդիկ, որոնք փորձում են մոռանալ։ Բայց այսօր դրա մասին չխոսենք, ուղղակի շատ կարևոր է հիշողությունը, պատմությունը շատ կարևոր է։ Եթե ուզում ենք ունենանք լավ ապագա, մենք լավ պետք է իմանանք մեր պատմությունը։ Եվ իմանալը նույնիսկ քիչ է, պետք է ճիշտ հետևություններ անենք։ Դա է կարևորը եւ այսօրվա օրը ոչ թե ես կասեի այսպես սքալու օր է, չէ։ Այսօրվա օրը հիշողության օր է։ Մենք բոլորս քրիստոնյա ենք եւ հասկանում ենք, որ սուքին էլ ժամանակ կա, սուքն էլ է վերջանում, բայց սա սուքի մասին չի խոսքը։ Նորից եմ ասում, խոսքը հիշողության մասին է եւ մեր ապագայի մասին է։ Դա համար մենք այստեղ ենք։ Պարոն գեներալ, քանի որ այս օրը նաև համայն հայության հիշելու եւ խնկարկելու օրն է, մենք այսօր տեսանք, տեղեկացանք, որ վաղ առավոտից հայկական իշխանությունները փակել էին ճանապարհը Ծիծեռնակաբերդ հայոց եղեռնի հուշահամալիր եւ հասարակ ժողովրդին, հայ ժողովրդին թույլ չէին տալիս ներս մտնել։ Մենք ուզում ենք իմանալ նաև ձեր կարծիքը, արդյոք անակնկալ էր սա ձեր համար, թե դուք նաև այս իշխանություններից սպասում եք այս պահվածքը հայ ժողովրդի հանդեպ, սեփական ժողովրդի հանդեպ։ Գիտեք, երևի տեղյակ եք, որ մենք մի քանի օր առաջ մտածում էինք, որ փակենք այդ մեքենայի ճանապարհները, որ եթե ուզում են գան այնտեղ այդ հուշահամալիր, ոտքով բարձրանան ժողովրդի հետ եւ այնտեղ ծաղիկ դնեն։ Քանի որ ոտքով են եկել իշխանության, իրանք են դա ասում։ Չգիտեմ, Գյումրիից ոտքով եկել են։ Հիմա այդ 2 մետրը չեն ուզում ոտքով անցնեն։ Քիչ չեն ուզում անցնեն, ուզում են մեքենայով գան հենց այդ կրակի կողքը կանգնեն։ Մենք որ որոշել էինք մեքենայի ճանապարհը փակենք, մենք չարեցինք դա, հաշվի առնելով, որ այն օրը չի, որ մենք նման գործողությունների հետ ենք, բայց իրենց դա չխանգարեց, որ ինձ զեկուցում են, որ այնտեղ շրջապատել են, շներով ման են գալի, այնքան վախեցած են, ինչ են ապրում, вообще չեմ հասկանում։ Եթե մարդ պետք է այդքան վախենա, 2 քայլ առանց ոստիկանի կատարի եւ առանց շան կատարի, չէի ուզեի այսօրով տենց խոսեի, բայց կոպիտ սխալներ, որ ցույց է տալի ինքը իր իշխանության հետ, այն վերաբերմունքը, որ այդքան շուտ մարդը մոռանում է, որ ինքը ժողովրդից եկավ, ժողովրդի շնորհիվ են եկել իրանք իշխանության։ Ոտով չեն ուզում այդ աստիճանները բարձրանան։ Հերիք չի ժողովրդին էլ սպասեցնել են տալի միջև իրանք այնտեղ ֆիկտիվ, ես կասեմ ֆիկտիվ, որտեղ լսելով իրանց, ուղղակի ֆիկտիվ։ Ճարելներ երևի չգային։
Որտեղ երևի այդ ծաղիկները դնելուց երևի մտածում էր, որ հեսա Թուրքին ինչ է պատասխանալու։ Իրականում շատ անհասկանալի պահվածք կա եւ մարդիկ, որոնք իրենց հաշվում են, որ իրանք ժողովրդից են եկել դարել իշխանություն եւ մտածում են ժողովրդի մասին, իրանք այսօր այդ ժողովրդից վախում են։ Ես մենակ դա եմ տեսնում։ Ուղղակի վախենում են։ Գտնում ենք Սոչիում, ես այդտեղ այսքան շփվում եմ, այսքան հայություն կա։ Մեկը չկա, որ մեր իշխանությանը գողա։ Սաղ մոտենում են, հարցում են, բա ինչ արնելու։ Սաղ այդ հարցն են տալի։ Նորել, ով մոտեցավ, տեսում էիք, բոլորը այդ հարցն են տալի։ Իրանք այդ հարցերին պետք է պատասխանեն։ Իրանք չեն հավատում իրենց անցյալին, դե մարդիկ ինչ կարան ասեն, երբ որ իրենք իրենց նահատակներին չեն հիշում, ուր մնաց պատմություն հիշեն կամ ուսումնասիրեն։ Մի հարց էլ ուզում տալ, ճիշտ ասած, ձեր վերջին հարցի հետ շարունակական ոնց որ, այո, մենք հայկական համայնքի հետ էլ ճիշտ ասած շփում ունեցանք եւ տեսնում ենք, որ համատարած հայ ազգի, հայության կլինի Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, մարդիկ հիասթափված են եւ ժամ առ ժամ սպասում են, երբ են այս իշխանությունները հեռանալու, որտեղ մարդկանց մեջ վախ կա, որ ինչպես Արցախը կորցրեցինք, նույնը նաեւ նույն ճակատագիրը կարող է լինել նաեւ Հայաստանի հետ։ Ինչպես նաեւ մենք տեսնում ենք եւ նաեւ ինտերնետից տեսնում ենք, որ համահայկական ճակատ շարժման անդամները եւ ձեր կուսակցությունը նաեւ մեծ աշխատանքներ է տանում Հայաստանի ներսում, հայկական համայնքը եւս հույս ունի, որ այս շարժումը եւ այս միաբանությունը բերելու է հաղթանակի, բերելու է արդյունքի։ Այս մասով ձեր սպասումները կխնդրեի։ Մենք կարողանալու ենք փոխենք ի վերջո Հայաստանը տանել հաղթանակի։ Մարդիկ իրենց համոզում են երբ որ վստահ չեն։ Ասենք մեր իշխանության շրջապատը բոլորը խոսում են։ Մենք մնալու ենք 10 տարի, մենք հաղթելու ենք ընտրությունները։ Նույնը խոսում են Գյումրիի մասին եւ այլ եւ այլ։ Մենք հաղթելու ենք, մենք մնալու ենք։ Այդպես խոսում են անվստահ, մարդիկ որ չունեն վստահություն, որ դա այդպես է, թե այդպես չի։ Մենք մեր գործերով կապացուցենք ու կտեսնենք, որ ոչ մեկին ոչ ապացուցելու, ոչ էլ ինքներս մեզ համոզելու ոչինչ չունենք։ Ամեն ինչ գալու է կանգնի իր տեղը։ Մեր ժողովրդի պատմության մեջ ավելի փիսորեր է տեսել։ Տեսել ենք հաղթահարելու ու լավ ենք հաղթահարելու։ Այնպես որ ու իմիջիալոց ասեմ, ամեն այսպես վատ վիճակից մենք ավելի լավ ենք դուրս եկել։ Զրուցեցինք նաև համահայկական ճակատ շարժման անդամ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հետ։ Տիկին Գևորգյան, դուք հանդիսանում եք համահայկական ճակատ շարժման անդամ եւ այսօր շարժման անդամներով նաև Հայաստանի Հանրապետությունից ժամանել եք Սոչի։ Մենք տեղյակ ենք նաև, որ ձեզ հետ ժամանել են Հայաստանյան պարահոկեի ֆեդերացիայի մարզիկները, որպեսզի մասնակցեն ապրիլի 25-ից 30-ը կայանալիք միջազգային փառատոնին պարահոկեի։ Ես կխնդրեի ձեր մեկնաբանությունը այս առումով եւ ձեր այցի նպատակը եւ ինչպես տեղի ունեցավ։ Այո, երեք թիմի հետ ժամանել ենք եւ շատ կշեշտե, որ շատ զգացված ենք Սոչի հայ համայնքի դիմավորելը մեզ, հենց օդանավակայանում ոնց դիմավորեցին մեր թիմին։ Պարահոկեի թիմը եւ ֆեդերացիան դիմել էին Երևանում, դիմել էին վարչապետին, դիմել էին քաղաքապետարան, դիմել էին բարձրաստիճան բավականին ատյաններով, որպեսզի իրենք հովանավորեն, իրենք կարողանային ամսի 25-ից 30-ը մասնակցեն միջազգային փառատոնին, բայց ցավոք բոլորից մերժում են ստացել եւ այդ մերժումը ընկավ, այդ հատվածը ընկավ այն ժամանակահատվածում, երբ որ մեր իշխանությունը Թուրքիայից ԶԼՄ-ներին էր հրավիրել, իհարկե ես դա բազմիցս շեշտել եմ, իրենք ԶԼՄ-ներ չեն, իրենք հատուկ ուղարկված մարդիկ էին եւ 3 օր իրենք մեր բյուջեի հաշվին իրենք ման եկան, իրենք այցելեցին տեսարժան վայրեր եւ այլն, իրենք այդ դրա գումարն ունեն իշխանությունը, բայց պարահոկեին մերժել են պատճառաբանելով, որ բյուջեում գումար չունենք։ Եվ ֆեդերացիան դիմեց մեր առաջնորդին գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, որից իրենք ստացան դրական պատասխանը եւ ահա տեսնում եք պատասխանի շնորհիվ մենք այսօր գտնվում ենք Սոչի քաղաքում։ Նրանց մեջ են նաեւ զինհաշմանդամներ, եթե չենք սխալվում, հա պատերազմի մասնակիցներ կան, այո, նրանց մեջ են առաջի պատերազմի 90-ականի պատերազմի զինհաշմանդամ, 44-օրյայի պատերազմի զինհաշմանդամ, այո, բոլորը կռված տղաներ են, կռված եւ հաշվանդամ դարձած տղաներ են։
Շնորհակալ ենք։ Տիկին Գևորգյան, ինչպես նաև մենք լրատվամիջոցներից, այստեղից Սոչիից հետևում ենք, տեսնում ենք, որ համահայկական ճակատ շարժումը դուք, տարբեր ակցիաների, տարբեր իրազեկման ակցիաների եւ միջոցառումների միջոցով փորձում եք պետությանը, իշխանությանը խելքի բերել, այսպես ասած, բերել դեպի այն կարևոր կետին, որ կարևոր է այս պահին գերիների հարցը, որ կարևոր է Հայաստանի ինքնիշխանության հարցը, դուք պայքարում եք նաև ցեղասպանությունը մերժողների դեմ, մենք երեք տեսանք ձեր ակցիան նաև քայլերթ դեպի ցեղասպանության հուշահամալիր, տարբեր այս ակցիաների արդյունքում ի վերջո ձեր նպատակը ո՞րն է, դուք արդյոք ունեք հույս, որ հասնելու եք արդյունքին եւ ինչ սպասումներ ունեք, ո՞րն է նպատակը։ Այո, մենք մեր ծրագրերն ունենք եւ շարժվում ենք ըստ ծրագրի, ոնց կասեր մեր առաջնորդը всему свое время, եւ ըստ իս արդեն հասունանում է այդ ժամանակահատվածը, այդ պահը հասունանում է, որից իշխանությունները պետք է թողեն հեռանան։ Այո, իրենք ամեն ինչ անում են, որպեսզի երկիրը տանեն թրքեցման։ Անգամ այսօր երեք երեկոյանից մինչև առավոտյան փակ էր Ծիծեռնակաբերդի մուտքը, որ երբևիցե ոչ մի իշխանության ժամանակ, ոչ մի նախագահի ժամանակ նման ձև չի եղել։ Այո, կարող է մի 10 րոպե փակվել է, մինչև նույն նախագահները ժողովրդի հետ բարձրացել են հուշահամալիր, բայց սենց որ վախեցած, ինքը ասում է ժողովրդավարական երկրում ենք ապրում, բայց ինքը իր ժողովրդից է վախենում եւ զինվում է միայն ոստիկաններով զինես ամբողջ այդ հուշահամալիրը, որ ինչ իրենք շատ քիչ են մնացել, իրենք ոնց ասեցին գաղթ է եղել, դե թող գաղթեն իրենց Ադրբեջան, իրենց երեխեքի հետ գաղթեն Ադրբեջան, ամբողջ իրանց այդ իշխանական դավաճանական խունտան գաղթեն այնտեղ։ Եթե գաղթեն իրենք համարում, դե դա իհարկե իր բառերը չի, դա Ալիևի բառերն է, ոնց որ Ալիևն է շեշտադրում, որ պետքա դեռ արխիվները բացենք, տեսնենք ոնց է եղել ցեղասպանությունը, նույնը նա է շարունակում։ Իրենք այս երկրում անելիք չունեն արդեն, իրենք նենց են քանդել, որ առնվազն պետքա ռազմական գործիչ, ուժեղ, հզոր, խելացի լիդեր լինի, որ կարողանա այս երկիրը այս քանդած վիճակից հանի։ Մեծ զրույցում Հայաստանի Պարահոկեի Ֆեդերացիայի նախագահ Կարեն Գյուլամիրյանն ասաց հետևյալը. Սոչիում գտնվում ենք Adaptive հոկեյի միջազգային փառատոնի մասնակցելու համար։ Թիմը բազում դժվարություններ հաղթահարելով վերջապես հասավ Սոչի, դիմելով Հայաստանում կառավարությանը, նախարարությանը, քաղաքապետարանին ստանալով աջակցություն, դիմեցինք համահայկական ճակատ շարժման առաջնորդ պարոն Կարապետյան Արշակին, գեներալ-մայոր, եւ դրա արագ արձագանքի շնորհիվ, մեր կողքը գտնվելու շնորհիվ մենք այսօր Սոչիում ենք, որի համար ուզում ենք ամբողջ թիմի համից շնորհակալություն հայտնել պարոն Կարապետյանին։ Երբ են տեղի ունենալու փառատոնը, երբ է տեղի ունենալու, պատրաստ եք արդյոք, ինչ ակնկալիքներ ունեք։ Փառատոնը տեղի ունենալու ամսի 26-ից 30-ը, ակնկալիքները մեծ են, հուսով ենք այս անգամ ասում կունենանք, ինչու՞ չէ նաև կարող հաղթենք։ Հայկական եռագույնը պետք է բարձրացնենք։ Այո, անպայման, նպատակը էս մեր է։ Մեր թիմի հիմնական մասը զինաշփանցամներ են։ Հայկական գյուղում կառուցվել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթ հողը։ Համահայկական ճակատ շարժման առաջնորդն ու անդամները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթ հողին, իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։